Սպասի Արմոն։ Ինչ էիր ասում այդ տղա, նորից ասա։ Ինչ էիր ասում։ Հանգստացի քո տան մեջ ես։ Թողեր ասում եմ, ինչ էիր ասում, նորից ասա։ Վրամ։ Բաց թող։ Ինչի։ Վտանգավոր է Արմոն պապա, պիտի զգուշանանք, հա։ Ինչ ես խոսում այդ տղա։ Բաց եմ թողել։ Նորմալ է Արմո ջան։ Քեզով ոչ մի բան չեղավ ախպերս։ Ամեն ինչ լավ է։ Դե մենք ով ենք Արմո ջան, քեզ ոչ մի բան չլինի, չէ պապա ջան։ Ինչ ես խոսում վրամ։ Այն ինչ խոսում եմ, ես շատ լավ հասկանում եմ պապա։ Գիտեք ինչ։ Ձեր էս պահվածքը ուղղակի զզվելի է այդքան բան։ Սույնդ կոտրի լակոտ։ Ովոքի քեզ։ Ռանում ես ով է դիմացդ կանգնած։ Ընկերդ եմ ինչ է։ Ես շատ լավ գիտեմ դիմացս ով է կանգնած։ Շատ լավ գիտեմ ով ես դու պապա։ Մնում է դու չմոռանաս դու ով ես։ Չմոռանաս մենք ով ենք։ Ու մնացածն ովքեր են։ Խելագարվել ես այդ տղա։ Ալո։ Լալա կներես, եթե խանգարում եմ։ Չես խանգարում, Վրամ ջան, ո՞նց ես։ Վատ եմ, Լալա։ Ինչ ա պատահել։ Եթե դու ժամանակ ունես կլինի գամ մոտդ։ Հա իհարկե կլինի։ Արի։ Ինչի համար էի կռվում Արմո։ Ձյադ Սակո չէին կռվում։ Ես էլ չհասկացա, թե ինչի սենց պահեց իրեն։ Երևի նեղվում ա, որ Նարայի մոտ եմ գնում գալիս։ Բայց դե դուք էլ ինձ հասկացեք, ես չեմ պատրաստվում Վրամի քմահաճույքների համար հրաժարվել Նարայից։ Քեզ ով ա տենց բան ասել։ Սոնա, կարող ա Վրամի հետ էլի վիճելեք։ Ինչ որ բան ես ասել, Վրամը բարկացել ա ու ջղայնությունը բոլորի վրա է տապում հիմա։ Սոնան ինչ կապ ունի Անիկ։ Դու քո տղին նոր ես ճանաչում։ Հա, այս Վրամին ես նոր եմ ճանաչում։ Լավ, վերջացրեք։ Վրամն ա, տաքարյուն, բոլորս էլ գիտենք, կանցնի։ Գնա հաց դիր ինձ ու Արմոյին։ Ինչ ես կանգնել, գնա հաց դիր ինձ ու Արմոյին։ Ուղղակի սիրուն բան չստացվեց ձյադ Սակո։ Հիմա դա Արմանն ինձ, որ իմ պատճառով Վրամը քո հետ վատ ա խոսում։ Ոչինչ Արմո ջան, տաքարյուն ա, Վրամն ա, մոռանանք։ Իսկ ինչ մտածեցիր տղես։ Չգիտեմ քերի ամբողջ գիշեր մտածել եմ ինչ պիտի անեմ, ոնց պիտի անեմ, որ ճիշտ լինի։ Այդ Արմոյի պահով ես ասում։ Մենակ այդ Արմոն կարող էր տենց բան աներ։ Մենակ այդ Արմոն կարող էր տենց ստոր քայլի գնար քերի։
ու մենակ իրան է պետք, որ ինձ վնասի։ Ուղղակի ինձ ապացույց է պետք։ Թեկուզ մի հատ փոքր բան։ Ու ես այդ ժամանակ արդեն կիմանամ ինչ կանեմ։ Անենց պետք է անես, որ անմեղ մարդիկ չտուժեն։ Իմ համար լրիվ մեկ է, ով կտուժի, ով չէ։ Անմեղ կլինի, թե չէ, քերի։ Ու կարևոր է, որ այդ տուժողների մեջ առաջինը լինի հենց այդ մեղավորը։ Եթե պետք լինի, ոչ մեկի չեմ խնայի։ Հերթով կվերացնեմ։ Բայց ով որ Վարոյին հասցրել այդ քայլին, ինքը պիտի պատասխան տա։ Տենց սխալ ապեր, չի կարելի։ Սխալ ու ճիշտ չկա իմ համար։ Չեմ դնելու տարիներով հետաքննություն անեմ, քերի։ Եթե պետք լինի, հենց արմոյից էլ կսկսեմ։ Այդ ինձ վախացնելու ձև ա եղել։ Ուղղակի Վարոյի կյանքը արժեցավ։ Իմ հետ մենակ Արմոն խնդիր ուներ։ Ու այդ մենակ իրան էր պետք։ Դու ուղղակի արմոյի դեմ մուռ ունես ու քո համար ես շատ հարմար տարբերակ է։ Չէ, քերի, եթե Նարեի մասով ես ասում, ես վաղուց այդ թեման անցել եմ։ Հասել է Արմոն Նարեին լավ արել։ Հիմա թե ոնց է հասել, դա էլ արդեն իրանց խնդիրն է։ Մենակ մտածում եմ Վարոյի ու հորս մասին։ Ուրիշ ոչ մի բանի մասին հիմա չեմ մտածում։ Ամեն դեպքում այդ նամակին չես հավատացել։ Սկզբում, որ իմացանք, շոկ էր բոլորիս համար։ Հազիվ մարսել էինք, ինչ ա եղել, որ սպանություն ա եղել։ Բայց մեկը մենակ դրա մասին եմ մտածում։ Ու ինչ ուզում ա լինի, քերի։ Մեկ այս պատմության սկիզբը պիտի գտնենք։ Իսկ պատկերացում ունես, որտեղից ես սկսելու։ Լալայից։ Լալայդ խոսել ես։ Հա, խոսել եմ։ Ինքը ասել է, ես էլ լսել եմ։ Բայց այդ չի նշանակում, որ հավատացել եմ Լալային։ Հիմա մտածում ես տարբեր բան ասելու։ Ուրիշ տարբերակ չունի։ Վրամ ջան։ Վրամ, ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Մեր երեկվա խոսակցությունից հետո տեղս չեմ գտնում, Լալա։ Չգիտեմ ինչ անեմ, ոնց անեմ, խելագարվել եմ, արդեն գժվում եմ այս ամեն ինչից։ Նստի, Վրամ։ Դու ուղղակի սկսել ես ամեն ինչ հասկանալ։ Ուղիղ նայել իրականությանը։ Իսկ այն իրականությունը, որ քո հայրն է ստեղծել, հա, կարող է մարդուն անգամ խելագարության հասցնել։ Հերս, որ ինչ-որ բան է խոսում, դրա տակ արդեն լրիվ ուրիշ բաներ են ման գալիս, Լալա։ Արմոն, որ աչքիս լույսը չէր, հիմա Արմոյի արարքներն էլ եմ ուրիշ ձև ընկալում։ Չգիտեմ ինչ անեմ, իրոք գժվել եմ արդեն։ Սոնայի հետ լավ է լինում, այդ մտքից գժվում եմ։ Որովհետև մտածում եմ կարող է այդ աղջկան էլ իր ձեռին խաղալիք սարքի։ Այսօր Արմոն այնքան վատ պահեց իրան։ Այնքան լկտի ձևով պահեց։ Պապան էլ եկավ մի անգամից կանգնեց Արմոյի կողքը, ոնց որ ոչ հարցրեց ինչ ա եղել, ոչ հարցրեց ով ա մեղավոր, Արմոն ինչ ա արել, ինչ չի արել, ոչ մի բան չհարցրեց, Լալա։ Հիշում եմ քո ասածները ու ոչ մի բացատրություն չեմ գտնում այդ ամեն ինչին։ Քո ասածների հետ եմ կապում ամեն ինչ։ Խմելու ինչ որ բան կուզես, նյարդերդ մի փոքր կթուլանան կհանգստանաս։ Չէ, ոչ մի բան չեմ ուզում։ Ես մենակ ուզում եմ հասկանամ իրականում ինչ է կատարվում շուրջս։ Չեմ ուզում ստացվի նենց, որ ես ուղղակի
Այս խոսակցությունների տպավորության տակ եմ ու ամեն ինչ սրա հետ եմ կապում։ Ուղղակի բոլորն են արդեն հասկացել ինչա կատարվում։ Անիկն էլ է ամեն ինչ հասկանում, ուղղակի իրեն պահում է այնպես, ասես ոչինչ չի նկատում։ Կամ էլ վախենում է Սաքոյից, չգիտեմ, բայց ճիշտ է անում։ Պետք է Սաքոյից վախենալ, որովհետև հայրդ եթե հանկարծ ինչ-որ պլաններ կազմի ու մամադ իրեն խանգարի, անգամ հաշվի չի առնի, որ իր երեխաների մայրն է։ Այսօր Նարայի մոտ էի գնացել։ Շատ վախեցած էր։ Ու ներս մտա այն ժամանակ, երբ որ Արմոն էր այնտեղ։ Նարեն վազեց իմ մոտ, բայց ասաց, որ ամեն ինչ նորմալ է։ Ինձ մաման ասաց, որ գնամ Նարայի մոտ։ Ճիշտ է, ուղիղ չասեց, բայց հասկացրեց, որ Արմոյի հետ սենյակում է ու պետք չի իրանց մենակ թողնել։ Ստի ու կեղծիքի մեջ ապրելը միշտ էլ ավելի հեշտ է ու հանգիստ։ Բայց այդ թվացյալ խաղաղությունը ուղղակի պատրանք է, որի պայթելուց հետո իրական քաոսն է ջրի երես գալիս։ Քո աչքի առաջ այսքան օրինակներ կան, ու դու դեռ կասկածում ես վրամ։ Մենակ ես։ Հա, մենակ եմ։ Արմոն գնաց։ Չէ, ներքևում պապայիդ հետ է խոսում։ Տխուր ես։ Ինչ ա եղել։ Ներքևից ձայներ էին գալիս, մերոնք են կռվում։ Վրամներ կռվում։ Նարե կներես, որ քեզ մենակ էի թողել։ Ինչի համար։ Չգիտեմ, ոչ ոք չի հասկանում։ Առավոտից Վրամը տանը չէր, ու շատ ունեցել։ Պապայիդ հետ էլ շատ կոպիտ խոսած մենակ նրա համար, որ պապատ ինձ պաշտպանեց։ Այսօրվա դեպքն էլ հետը։ Նարը այնպես է, որ պապայի տարածներից հետո ես իր հետ շփման եզրեր չեմ կարողանում գտնել։ Չեմ կարողանում հետը նույն սենյակում մնալ, շունչս կտրվում է, բայց այդ չի խանգարում, որ տեսնեմ, որ Վրամը հոր հանդեպ շատ սխալ է։ Վրամը երբեք անտեղի ոչ մի բան չի անում ու չի ասում։ Ուրեմն ինչ-որ մի բան գիտի։ Գիտեմ։ Կամ աշխատավայրում խնդիրներ կան։ Արի սպասենք հնարավոր է ամեն ինչ իր տեղ ընկնի։ Երևի դու ճիշտ ես։ Վրամ, վերցրու սում։ Վերցրու։ Վրամ, ես չեմ ուզում, որ մեր խոսակցությունների արդյունքում դու այս հոգեվիճակում հայտնվես։ Իմ նպատակը քեզ թուլացնելն ու ցավեցնելը չի։ Իմ նպատակն ընդհանրապես քեզ զգոն պահելն է։ Եթե դու հիմա թուլանաս, հետո քեզ կոտրելը շատ հեշտ կլինի, իսկ դու հիմա դրա իրավունքը չունես, հատկապես այս պահին։ Դու քեզ պիտի հավաքես, որ կարողանաս պաշտպանել այն մարդկանց, ովքեր հորդ զոհերի ցուցակում հաջորդն են։ Իսկ եթե մենք սխալ ենք, Լալա։ Եթե հորս անիմաստ մեղադրում ենք, անարդար ենք իր հանդեպ։ Վրամ, էլ քեզ ինչա պետք որ ուշքի գաս կասես։ Էլ ինչ ապացույցներ են պետք։ Լավ, մի կողմ դնենք ամեն ինչ։ Մոռանանք իմ մասին։
Մենակ Աշոտի մահը հերիք է, որ հասկանաս, թե ինչ տեսակ հրեշ է հայրդ։ Եվ ոչ միայն նրա համար, որ ինքը ընկերոջն է սպանել ու շարունակել հանգիստ ապրել, այլ նաև նրա համար, որ ինքը ամեն ինչ դասավորեց նես, որ Նազիկ տատենց դուրը մինչև մահ ոչ ոք չբացեց, ոչ ոք չօգնեց իրենց անգամ վերջին շնչում։ Այդ խեղճ մարդիկ մեռան անօգնական, անտեսված, հասարակությունից մերժված, ամոթն ու ցավը սրտում։ Սա նորմալ է։ Ես դեռ չեմ խոսում իմ մասին։ Չէ, դու մտածի, ես ամեն ինչը նորմալ է։ Բա Հայկն ու Միքոն, որ որփացան, որ ամբողջ կյանքում մեղադրեցին իրենց հորը։ Իսկ այդ ամբողջ ընթացքում հայրդ կարողություններ էր դիզում եւ վայելում մարդկանց սերն ու հարգանքը։ Մենք անարդար ենք, անտեղի ենք մեղադրում հորդ։ Նարե հարսանիքը հետաձգվել է, բայց դու պետքա ուշադիր լինես։ Ամեն պահի կարող են այդ մասին խոսել, մի մոռացի, որ դու հիվանդ ես։ Ինձ թվում է հիվանդ լինելն էլ չի փրկելու։ Ինչի։ Սոնա դուրս արի սենյակից։ Մամա։ Ասում եմ դուրս արի սենյակից։ Դու ինձ ասելու բան չունես։ Շատ շնորհակալ եմ, որ պահեցիր նկարը ու Արմոն չտեսավ։ Շնորհակալ ես, բայց ես այդ չէի ուզում լսել։ Ես ուզում եմ, որ դու ինձ բացատրություն տաս, թե ինչի համար ես այդ տղու դիմանկարը նկարում։ Ինչի համար ես մտածում այդ տղու մասին, եթե Արմոյի հետ ես պատրաստվում ամուսնանալ։ Ես թվում է ես շատ գոհ եմ, որ իր հետ ես ամուսնանում, չէ, Նարե, գոհ չեմ։ Բայց եթե հենց հիմա Արմոն գա ու ասի, որ տանում ա քեզ, ես միանգամից կհամաձայնվեմ։ Իրերդ էլ կհավաքեմ, մենակ թե դու գնաս, որովհետև ես արդեն վախենում եմ քեզանից, վախենում։ Այդ տղեն քո հիվանդությունն ա դարձել։ Մեր տան անեծն ա, որ թափվել ա մեր գլխին։ Դժվար է հասկանալ, որ պիտի մոռանաս դրան։ Հանես քո գլխից։ Հասկանալը դժվար չի։ Մոռանալն է դժվար։ Հա ես կարամ ինձ ստիպեմ չգնամ չտեսնեմ Հայկին, կարամ ինձ ստիպեմ չխոսեմ հետը, չշփվեմ հետը, բայց չմտածել չեմ կարա։ Դու չես հասկանում, ես խելագարի նման կարոտում եմ իրան։ Ես սիրում եմ, բայց հրաժարվել եմ, չէ՞։ Չէ, սա դիմանալու չի, Նարե։ Աղբորը սպանողի մասին ես խոսում։ Հերիքա, մամա։ Շատ լավ գիտեմ ով է Հայկը։ Շատ լավ գիտեմ ինչի համար այդ ամեն ինչ է եղել։ Բոլորդ միաձայն ասում եք Հայկը սպանել է Կարոյին։ Կարոն էլ անմեղ հրեշտակ էր, ոչ մի բան չէր արել, Հայկը գնաց իրան սպանեց։ Մոռացար ինչ է եղել։ Սուս մնա, Նարե, խնդրում եմ, սուս մնա։ Սուս մնա։ Դու մոռացար, որ Հայկի աչքի առաջ Կարոն Արփին ձորը գցեց, սպանեց Արփին։ Ինչ էիր ուզում որ աներ։ Շնորհակալություն հայտներ, թե ուղղակի ասեր դժբախտ պատահար է, եղել է ուղղակի կանցնի։ Ես շատ լավ գիտեմ, որ Հայկը սպանել է Կարոյին, բայց այդ ինձ չի խանգարում, որ ես ամբողջ սրտով սիրեմ Հայկին։ Հա, հիմա ես որոշում եմ կայացրել, որ Արմոյի հետ եմ ամուսնանալու։ Ու Հայկը ինձ երբեք չի էլ ներելու, գիտես ինչի։ Որովհետև ես իր հետ շատ վատ վարվեցի, ես երես էլ չունեմ արդեն ներողություն խնդրելու։ Ես Արմոյի կինը կհամարվեմ, որովհետև այդ իմ դատավճիռն է։ Ես Արմոյի հետ կապրեմ, բայց ոչ մեկ ու ոչ մի բան երբեք ինձ չի ստիպի, որ ես մոռանամ Հայկին։
Որովհետև իմ սիրտը ամեն անգամ Հայկի համար է խփում։ Ու այն, որ դու անընդհատ կրկնում ես, որ Հայկը մարդասպան է ու Կարոյին է սպանել, մի մոռացի, որ պապան էլ իր մտերիմ ընկերոջն է սպանել։ Ու եթե Հայկը պատճառ ուներ, որովհետև Կարոն իր թվացյալ թշնամին էր, պապան ոչ մի արդարացում չունի։ Ու հիմա ինչ է ստացվում, որ մենք երկուսս էլ սիրում ենք մարդասպանի։ Դու ինձանից լավը չես, մամա, ու իրավունք չունես ինձ դատելու։ Ինչ ես ուզում, որ անեմ Նարէ։ Ինչ ես ուզում ինձանից, որ գրկաբաց ընդունեմ մեկին, ում պատճառով իմ երեխեն հողի տակ է։ Ուզում ես մոռանամ Կարոյիս մահի մասին։ Ուզում ես մոռանամ Կարոյիս, մոռանամ։ Մոր համար ինչ կարևոր է, թե ով է մեղավոր ու ինչի համար։ Եթե իր ծնած ու պահած երեխու տեղը մենակ սառը շիրի մաքարը գրկելու հնարավորություն են թողել։ Ինչ ես ուզում ինձանից, Նարէ։ Ինչ ես պահանջում։ Ինչ։ Վրոմ ինչի չես պատասխանում, ուր ես։ Անենց ես խոսում, անենց ես մեզ մեղադրում, ոնց որ թե մենք ենք մեղավոր։ Չես ուզում ամուսնանալ, աղջիկ ջան։ Քեզ ոչ ոք չի ստիպում, մի ամուսնացի։ Դու ես եկել ու վստահացել որոշմանդ մասին։ Հա, ես միշտ իմացել եմ, որ դու Արմոյին չես սիրում, բայց ինձ համար ավելի գերադասելի է, որ դու Արմոյի կողքին լինես, քան թե անիծյալ ընտանիքից որևէ մեկի կողքին։ Քեզ թվում է ես չեմ մտածում քո երջանկության մասին։ Ինձ մեկ է, չէ, մեկ չի Նարէ, բայց եթե քո երջանկությունը հետ մարգարի թորնա, ես էլ չգիտեմ քեզ ինչ ասեմ, չգիտեմ։ Դու նույնիսկ այդ մտքից պիտի ամաչեիր։ Այդ ամոթ է Նարէ, ամոթ։ Իսկ դու նենց ես խոսում, ոնց որ թե ողջ աշխարհը քո առաջ մեղավոր է։ Հա, ես եմ որոշել, որ պիտի ամուսնանամ Արմոյի հետ։ Որովհետև արդեն զզվել եմ, հոգնել եմ այս մեղադրանքներից։ Որովհետև բոլորիդ համար մեկ է իմ երջանկությունը։ Եթե ես Հայկի հետ չեմ ամուսնանալու ու Հայկի հետ չեմ լինելու, իմ համար ոչ մի տարբերություն չկա, թե ում հետ կլինեմ։ Ես բացի Հայկից իմ ամբողջ կյանքում ուրիշ ոչ մեկին չեմ սիրելու։ Սուսմանա, խնդրում եմ Նարէ, Սուսմանա, չեմ կարում լսեմ էլ։
Ինչ ես մտածում վրամ։ Անարդար ենք ըստ քեզ։ Անտեղի մեղադրում ենք։ Ինչը վերաբերում է Աշոտին ստանելուն, ես չեմ կարող դատեմ Լալա, ու ոչ էլ կարող մեղադրեմ։ Այսինքն դու արդարացնում ես։ Չեմ արդարացնում, բայց չեմ էլ կարող մեղադրեմ Լալա, որովհետև ես չգիտեմ պապայի փոխարեն լինեի ոնց կվարվեի, ինչ կանեի։ Եթե ես հիմա եկել եմ ստեղ, այդ չի նշանակում, որ ինչ ասես պիտի հալած յուղի պես ընդունեմ։ Ես մի քիչ նեղված եմ հորիցս, բայց այդ ոչ մի բան չի նշանակում։ Ու դու հիմա ինչքան էլ արդարացնես ձեր սերը, մեկը այդ իմ համար միշտ անընդունելի է լինելու։ Ու էլի եմ ասում, ես ոչ մեղադրում եմ, ոչ էլ արդարացնում։ Իսկ ինչ վատ բան եմ ես արել։ Սիրելու մեջ վատ բան կա։ Նայած ում ես սիրում Լալա։ Սիրելու մեջ վատ բան չկա, գիտես, բայց ընկերոջ տուն թաքուն մտնել դուրս գալը, ընկերոջ քրոջ հետ թաքուն սեր խաղալը, դա դավաճանության հավասար բան է։ Էն էլ այն դեպքում, երբ որ դու երկու երեխու տեր ես, ընկերոջդ քուրն էլ դեռ երեխա է։ Դրա համար էլ ասում եմ, որ չգիտեմ ոնց կվարվեի պապայի փոխարեն։ Չեմ հավատում։ Լավ։ Արի մի պահ պատկերացնենք, որ դու ճիշտ ես։ Ինչ որ կերպ, չգիտեմ ոնց, փորձենք պապայիդ արած անմարդկային քայլը ինչ որ կերպ արդարացնել։ Ու համարենք, որ ես ու Աշոտն էլ մեղավոր ենք։ Ճիշտ է, ես համակարծիք չեմ, բայց ենթադրենք։ Եթե Աշոտը մեղավոր էր ու պատժվեց, ապա կասես Քաջիկն ինչ էր արել։ Քաջիկը ինչ կապ ունի Լալա։ Քաջիկը հիվանդանոցում մահացավ, այն էլ ինֆարկտից։ Վրամ խցշում եմ։ Հասուն տղա ես, բայց մեկ-մեկ այնպիսի բաներ ես խոսում, ոնց որ փոքր միամիտ երեխա լինես։ Ոնց ես ամեն ինչին այդքան պարզ նայում։ Դու ուղղակի իմ բոլոր ասածները հիշի, այդ բոլոր իրադարձությունները կապի իրար։ Միանգամից կարող ես այդ պատկերը հավաքել իրական։ Ուզում ես ասես, որ պապան է մեղավոր։ Հա, պապատա մեղավոր։ Պապատա մեղավոր, որ Քաջիկը մահացել է։ Ինքն է Քաջիկին ինֆարկտի հասցրել։ Ավելի Լալա վերջացրու։ Վրամ, ես գիտեմ, որ դու այստեղ եկել ես արդեն իսկ վատ վիճակում, եկել ես խոսելու, հասկանալու, հանգստանալու, բայց ես չեմ կարող թույլ տալ, որ դու այդպես կուրացած ապրես։ Եթե խնդիրն անտեսում ես, չի նշանակում, որ դա հոդս է ցնդում։ Եթե դու խնդիրը չես նկատում, չի նշանակում, որ դա չկա, հակառակը։ Անտեսելուց դա ավելի է մեծանում ու լրջանում։ Եթե հիմա աչքերդ չբացես ու քայլեր չձեռնարկես, հետո արդեն կարող է շատ ուշ լինի։ Դյացակո, ոնց հասկանում եմ, Վրամը լրիվ ձեռա քաշել ես գործից։ Ոչ օֆիս է գալիս, ոչ հետաքրքրվում է, թե ինչ է կատարվում օֆիսում։ Երևի նեղվում է, որ գործի մեծ մասի ես եմ անում։ Արմոն, Վրամի գործը թող ինձ։ Դու ավելի լավ կլինի քո գործով զբաղվես։
Սրանք ինչ թղթեր են, այդ հաշվետվություններն են։ Հաշվետվություններն են ձեզ ցկում։ Ուղղակի չենք շարունակում, Արմո։ Դու ինձ են ասա, ձերոնցից ինչ լուր կա։ Կոնկրետ ինչ լուր։ Արմո, պիտի արդեն ձերոնք էստեղ լինեին, չէ։ Հարսանիքը հետաձգեցինք, օրն արդեն անցել է։ Ինչա, ինչ որ բան ա եղել։ Չէ, ուղղակի որ հարսանիքը հետաձգեցինք, յանք էլ տոմսերը չեղարկեցին։ Դու լավ գիտես ձյաց ցակո, մերոնք նենց գործի են, որ ամեն րոպեն էլ նշանակություն ունի ու իրենք չեն կարող գան Հայաստան չիմանան ինչ ժամկետով են գալիս։ Հորդ որ գործից հանեցի կարող է նեղվել է դրա համար։ Հա? Չնայած ինչ արած Արմո, աշխատանքի մեջ ծանոթ բարեկամ չկա։ Կամ պիտի աշխատես կարգին, կամ էլ պիտի գործից դուրս գաս։ Ինչա հորդ թվում էր, թե իր սիրուն աչքերի համար պիտի պահեի, հա։ Պապան այդ վաղուց մոռացել է ձյաց ցակո։ Ինձ էլ է ասել, որ մոռանամ։ Բայց հանուն արդարության ասենք, որ պապան վատ աշխատող չի եղել, հա։ Հա, ճիշտ է, վատ աշխատող չէր, բայց այնպես չէր, որ պետք եղած տեղը Արմո, էլի եմ ասում։ Գործի մեջ ընկերություն չկա։ Եթե թերացել է աշխատակիցը իր աշխատանքում, պիտի հեռացնես։ 1, 2, 3, 4, ինչքան տղա ջան, ասա։ Դե հասկանում եմ, բոլորն էլ աշխատում են, տուն են պահում, բայց հո գործատուն, բարեգործ չի։ Ես մի կողմից էլ ինչքան լավ եղավ։ Գործից ազատեցի, գնաց երկրից, հիմա հարստացավ, ֆռում ա ձեռքը, բա, տղա ջան։ Եթե մարդը մի անգամ սխալ է արել, այդ չի նշանակում, որ ամեն անգամ պիտի իրան մեղադրես։ Վրամ, ես քեզ հիմա լսում եմ ու հասկանում եմ, որ դու ոչ թե փորձում ես ինձ հակադարձել, այլ արդարացնել հորդ հենց քո աչքերում։ Փորձում ես ինքդ քեզ համոզել, որ ինքը այդ հրեշը չի։ Դու ինքդ ուզում ես քո ասածներին հավատալ, բայց տենց չի։ Պարտադիր չի հատուկ մասնագետ կամ գործակալ լինես, որ հասկանաս ինչա կատարվում։ Վրամ, դու ուղղակի մտածի, ոնց ստացվեց, որ առաջինը պապատ իմացավ այդ նամակի գոյության մասին։ Առաջինն ինքն իմացավ, հետո այդ նամակը անհետացավ ու համընկավ հենց Քաջիկի մահվան օրվա հետ։ Պարզ չի, որ Քաջիկը հորդ ասել էր այդ նամակի մասին։ Գնա ու ճշտի, թե որտեղ ա եղել պապատ Քաջիկի մահվան օրը։ Ես վստահ եմ, որ այդ նամակի գոյության մասին իմանալուց հետո հայրդ այնպիսի իրավիճակ ա ստեղծել, որ Քաջիկին մահվան հասցնի։ Ես կգնամ ու կճշտեմ, Լալա։ Բայց եթե հանկարծ պարզվեց, որ դու սխալ ես։ Եթե հանկարծ պարզվի, որ ես սխալ եմ, ես պատրաստ եմ ներողություն խնդրել ու էլ երբեք չխոսել քո հոր մասին, բայց այդպիսի բան չի լինի։ Սխալ որոշում էր մոտդ գալը։ Վրամ! Վրամ, սպասի! Վրամ, սպասի։ Լալա, ես չեմ ուզում հիմա հետդ կոպիտ լինեմ։ Ու չեմ ուզում ասեմ բաներ, որից հետո կարամ փոշմանեմ։ Դրա համար հենց ստեղ թեման փակի։ Վրամ, դու կլսես ինձ, եթե անգամ սա լինի իմ ու քո վերջի խոսակցությունը։ Լալա, ես հիմա ընդհանրապես ցանկություն չունեմ ինչ-որ բան լսելու։ Իսկ ինձ չի հետաքրքրում դու ցանկություն ունես թե չէ։ Դու կլսես, եթե անգամ չես ուզում։ Մի մոռացի, որ մենք մի ընտանիքի անդամ ենք, ու եթե դու կարող ես լինել խիստ ու կոպիտ, ապա ես էլ կարող եմ։
Դու ինձ կլսես ու ես կգնամ։ Ոչ քեզ կփնտրեմ, ոչ կզանգեմ։ Դու կորոշես քո անելիքը։ Լավ, թող տենց լինի։ Քայլենք։